մեծ ուրախությամբ է, որ այսօր խորանաշատում ենք հավաքված։ Շուրջ 12 տարի է, ինչ շոտոկան կարատեի Հայաստանի Ֆեդերացիան մարզչական գործունեություն է ծավալում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում։ Այդ տարիների ընթացքում բազմաթիվ երեխաներ մարզական ճանապարհ են անցել, գրանցելով հաջողություններ թե հանրապետական, թե միջազգային մրցահարթակներում։ Օգոստոսի 5-ին Բերդ համայնքի կարատեիստները մարզիչների և ծնողների ուղեկցությամբ բարձրացան Չինարի գյուղի բարձունքում գտնվող խորանաշատի վանքը, որտեղ տեղի ունեցավ տարվա ընթացքում լավագույն արդյունքներ արձանագրած մարզիկների պարգևատրման արարողությունը։ Շատ կարևորում ենք մարտարվեստի զարգացումը հիմնական սահմանամերձ գոտիներում, որովհետև ունենք այսօր սահմանների պաշտպանության խնդիր, բանակի հզորացման խնդիր, որի համար մեծ ներդրում ունի Արամ Աղաբաբյանը, որի Տավուշի մարզի մարզիչն է։ Ունենք ծրագիր մարտարվեստը ընդլայնելու Իջևանում, Նոյեմբերյանում, Դիլիջանում, Ճամբարակում, նույնիսկ ընդհանուր դպրոցը մեծ հիմքերի վրա է դրված, լավ պատրաստություն են անցնում, հաճախակի այստեղ սեմինարներ են անցկացնում եւ տեխնիկական եւ մրցավարական։ Արարողության համար ընտրված վայրը պատահական չէր։ Ավելի քան 8 դարերի պատմություն ունեցող խորանաշատի վանքը դարեր շարունակ եղել է կրթության, գրչության եւ հոգեվոր կյանքի կարևոր կենտրոն։ Այսօր սահմանամերձ Չինարիի բարձունքում կանգնած այն շարունակում է խորհրդանշել հայկական մշակույթի կենսունակությունն ու սահմանապահի աննկուն ոգին։ Մեր վանական համալիրները միշտ ուսումնական կենտրոն են եղել։ Այո, այդ առանձնակի կյանքով ապրել են, այո, այդ աստվածաշնչի գիտելիքի մեջ մեծ խորաթափանց լինելու մեծագույն արվեստ են զարգացրել մեր հայրերը եւ այսօր մենք մեր զավակներին հուշում ենք, որ վանքերը ուսումնական կենտրոն են։ Վանքերը միայն տուրիստական առումով գալու, գնալու, տեսնելու, չգիտեմ, ման վառելու վայր չեն միայն, հա, այլ մենք այստեղ պիտի ուսում ստանանք, կգա ժամանակը կվերականգնվեն Տիրոջ ողորմությամբ եւ փառքով, որպեսզի կարողանանք ավելի ամբողջական կազմակերպել ուսուցումը մեր զավակներին։ Պարգևների արժանացան միջազգային եւ հանրապետական մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած, ինչպես նաեւ գոտիների որակավորման քննությունները հաջողությամբ հանձնած սաները։ Մրցանակները հենց այս պատմական միջավայրում հանձնելու նախաձեռնությամբ կազմակերպիչները ցանկացել էին երեխաների մարզական նվաճումները կապել ազգային հիշողության եւ պատմամշակութային ժառանգության հետ, ընդգծելով, որ հաղթանակը ձևավորվում է այն արժեքների վրա, որոնցով մեծանում է սերունդը։ Ֆիզիկական կուլտուրային սպորտը անձի ձևավորման գործընթացում շատ կարևոր նշանակություն ունի, հատկապես վաղ մանկական հասակում, եւ այդ կարևորությունը ավելի է առանձնահատուկ դառնում, երբ որ դա այդ ֆիզիկական կուլտուրային սպորտը որպես մարզաձև, որպես սպորտաձև հիմնական իր տեղը ունի սահմանամերձ գոտիում, սահմանամերձ գյուղերում, սահմանամերձ տարածքում։ Կարևոր է այդ մարզական միջոցառումները ընդլայնումը, որովհետև միայն ֆիզիկական կուլտուրային սպորտին մոտ մարդը, երեխան կարող է ունենալ հասարակության համար կարևորագույն գործ, հասարակության համար պիտանի անձ։ Բերդի տարածաշրջանի պատանի կարատեիստների առջև նոր մրցաշարեր ու նոր փորձություններ են։ Խորանաշատի բարձունքից նրանք հեռացան արդեն նոր նպատակներով, իրենց հետ տանելով հերթական հաղթանակների ներհայաց հիշողությունն ու առաջ շարժվելու նոր մոտիվացիան։